Եթերում իրավունք եւ պահանջատիրություն հաղորդաշարն է։ Ես Օվսաննան եմ։ Ունենք մեր շատ հարգալից հյուր Արա Պապյանը մեզ հետ այսօր բոլորիդ քաչ ծանոթ։ Բայց նախքան հարցազրույցին անցնելը կուզենայի որ դնեք ձեր լայքիկները, խնդրում եմ share արեք եւ ակտիվ մասնակցեք կոմենտներին, որպեսզի նյութը հասանելի լինի մասսաներին։ Գիտեք Կարապապյանը որքան էլ որ քննարկի խոսի, լսվում է, որովհետև միշտ մի նորություն ենք լսում հարատև։ Ուզում եմ նաև ասել, որ մենք մի քանի օր առաջ ունեցանք Բևերի արդեն ավանդական դարձած թելեթոնը եւ կարող եմ ասել, որ իհարկե թելեթոնի 6 ժամերը ավարտված են, բայց կայքը դեռ ակտիվ է եւ մինչեւ հիմա էլ մարդիկ կան, որ կարողանում են մտնել եւ անել բերել իրենց նվիրատվությունները, իրենց մասնակցությունը այս թելեթոնին։ Ուստի կարող եք շարունակել, կայքը դեռ բաց պիտի լինի առաջիկա մի քանի օրերին։ Պարոն Պապյան, ո՞րն է ձեր կարծիքը թելեթոնի վերաբերյալ, ինչ է ձեզ թվում, ինչպես ավարտվեց այն, դուք ինչ գոհ եք, դժգոհ եք, ավելացնելու բան ունեք։ Ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն անձանց, ովքեր իրենց նվիրատվություններն են արել, որը մենք համարում ենք ներդրում քաղաքական պայքարի մեջ, որովհետև իրականությունն այն է, որ ցանկացած պայքար որոշակի ծախսերի հետ է կապված եւ առանց այդ ծախսերը հոգալու հնարավոր չի։ Նաեւ պիտի հաշվի առնել, որ հայաստանյան կուսակցությունների մի զգալի մասը դրանք օլիգարխիկ կուսակցություններ են, այսինքն ինչ որ մի օլիգարխի սեփականություն են հանդիսանում կամ ինչ որ ասենք տվյալ դեպքում եթե ԿՊԻ-ն ենք վերաբերում, դա արդեն պետության միջոցները տնօրինող եւ այլն։ Մենք ֆինանսավորում են ամբողջովին եւ միլիոնավոր դոլարներ եւ բան։ Հիմա մենք դա համար երբ որ մարդիկ կան, որոնք ասում են, իսկ ինչու եք ժողովրդից ուզում, ասում են, բա դուք ինչ եք ուզում։ Մենք թալանած լինեինք այդ նույն ժողովրդին, ինչպես շատերը նախկինում, հետո իրենց թալանից մի մաս տալիս են այդ ընտրապայքարին եւ ներկայացնում են հերոսին, չէ։ Մենք այն քաղաքական ուժն ենք, ինչ ասենք ամերիկյան ուժով grassroot, այսինքն գետնի վրա գետնից աճող խարսխված, որը շատ կարևոր է։ Հետևաբար ոնց որ ասած այդ $100 նվիրատվությունը, երբ որ մեկ իր գաղափարին նվիրված է տալիս, դա նույնքան արժեքավոր է, ինչքան օլիգարխի տված 100,000-ը, որտեղ հաստատ այդ ասма նրա տվածն ինչ որ կապված է իր շահերի հետ, որոնք հաճախ ժողովրդի դեմ են։ Հիմա մենք որոշակի թվով վերջացրեցինք 6 ժամվա տելեմարաթոնը, բայց այս 1.5 օրվա մեջ եւս ահագին նվիրատվություններ եղել են եւ պիտի կոչ անեմ էլի մասնակցել։ Նաեւ ես ուզում եմ շեշտել, որ այս տարվա ընթացքում մենք ճիշտ ավելի փոքր չափերի, բայց մի 1-2 եւս դրամահավաքներ ենք ունեցել, որը պիտի էլի հաշվի առնել, այսինքն ի վերջո մենք լավ հասկանում ենք, որ նվիրատուների մեծ մասը նրանք նույն անձինք են, բայց երբ որ իշխանությունը տեսեք, որ եւս քաղաքական հալածանքի ձև է, որոշում է, որ հստակ եւ օրա դնում, այսինքն 2 օրվա ընթացքում կբերեք կմուծեք $11-12,000 հակառակ դեպքում բանտում գտնվող մեր ընկերների, սասնածռերի տները կբռնագրավեն եւ ընտանիքներին դուրս պիտի ներդեն եւ շնորհիվ մեր համախոհների մենք կարողանում ենք արագ այդ գումարը հավաքել ոնց է։ Մենք հասկանում ենք, որ դա մեր դեմ հալածանքի ձևերից մեկն է։ Այսինքն պարբերաբար անընդհատ այդպես, բայց դե պայքարա պիտի պայքարենք եւ նաեւ նա հենց հաշվի առնելով որ շատերը իրենք այս պայքարի մեջ ավելին են տվել, քան այսինքն ինչ կարելի է չափել փողով։ Մարդիկ տվել են իրենց կյանքը, տվել են իրենց առողջությունը, այսօր տալիս են իրենց ազատությունը եւ այլն, հետեւաբար ես հասկանում եմ, որ հեշտ չի կյանքը, նվիրատվությունն էլ հեշտ չի, մարդկանց մեծ մասը մեծ առուս չի, բայց այնուհանդերձ նայելով ուրիշների զողողությունները մարդիկ գնում են նաեւ այդ պատրաստակամությանը եւ նվիրատվությանը, այդպես ասած գոհ ենք, շնորհակալ ենք եւ կոչ եմ անում դեռևս շարունակել
դեռևս վաղ։ Անպայման։ Դուք ճիշտ ասեցիք, պարոն Պապյան, մենք բոլորս ներդնում ենք անում, մենք տեսնում ենք ձեր տարած աշխատանքը, մենք վստահում ենք այդ աշխատանքին, դրա համար բերում ենք մեր ներդնումը։ Տես, որ հավաքում էինք դրամահավաք էր գնում Սասնա ծռերի համար, մենք բոլորս միավորվեցինք եւ մի քանի օրերի ընթացքում այդ ամբողջ գումարը հավաքվեց, որտեղ վստահություն կա ժողովրդի մեջ Բևերի նկատմամբ, ձեր նկատմամբ։ Դրա համար էլ պարբերաբար մեր նկատմամբ, անձանց նկատմամբ եւ կուսակցության նկատմամբ ծայրահեղ սուտ ու կեղծ լուրեր են պարբերաբար տարածվում, բայց գիտեք ցավը որն է, որ եթե մարդ մի փոքր ստապ դատողություն անի, ասենք քննական մոտեցում, ինքը կհասկանա, որ այդ ամբողջը սուտ է, բայց լավ են հասկանում շտամիները, որոնք ըստ էության այդ փորձառությունն ունեն, որ ասում գիտեք, այդ սուտը կասեմ, ասենք 10-ից 6-ը 7-ը չի հավատա, բայց 2-3-ը կհավատան արդեն բանա։ Ամեն սուտի վրա եթե ես կարողանամ մի քանիսին համոզել, որտեղ մարդկա հարց է տալի, ասում է, որ իսկ ինչը, ասենք, քո դուրը չի գալի կամ ինչն է սխալ համարում, ինքը չգիտի։ Բայց իրան կողքից ասել են, որ գիտեք, մի բանը ինչի, մի բանը լավ չի եւ այլն, դա քաղաքական կեղտոտ պայքարի ձևերից մեկն է, բայց մենք արդեն վարժվել ենք հալածանքի ձևերից։ Այո, հալածանքի ձևերից մեկն է, ինչպես է տուգանքներն ու տուժերն հալածանքի ձև, մարդկանց հարազատներին գործից հեռացնելն է պայքարի ձև, նույն ձևի այդ բաները արդեն իսկ ըստ սուտ լրատվական, այո, լրատվական նաև պիտի հաշվի առնենք, որ ասենք իրենք նախընտրում են մեզ մասին, մյուս լրատվամիջոցների մասնախոսքը, ոչինչ չասել, անգամ վատը չասել, որովհետև երբ որ անգամ վատը ասում ես, մարդիկ հետաքրքրվում են, գրում են, տեսնում են, չէ, այդ վատը իրականությանը չի համապատասխանում, բայց նման լռություն մատնելը համարում են իրենց համար ամենաարդյունավետ ձևը։ Լավ, պարոն Պապյան, եկեք խոսենք այսօր մի քիչ այսօրվա իրավիճակից աշխարհաքաղաքական։ Դեռ մի քանի օր առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգները ներխուժեց Վենեսուելա, ձերբակալեցին ղեկավարին, ինչպիսի արդյունք է սա տալիս աշխարհին, ինչ է ուզում ասել Ամերիկան աշխարհին, արդյոք Ռուսաստանի վրա է փորձում ազդեցություն գործել, Ադրբեջանի վրա, չէ՞ որ Վենեսուելան էլ նույնպես նավթի գերտերություններ, եւ սա ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա, ինչ սպասենք սրանից։ Բնականաբար, ինչ իրադարձություն աշխարհում տեղի է ունենում, մենք Հայաստանի տեսանկյունից ենք նայում, արդյոք ազդեցություն կունենա, թե չէ, բան, որտեղ գիտեք, աշխարհում բազմաթիվ իրադարձություններ կա, թեև իհարկե այս վերջի իրադարձությունը արտարոց է նման բաներ քիչ էր։ Ինչ կարծում եմ այնուհանդերձ Հայաստանի վրա ազդեցություն կունենա անուղղակի հետևյալ ձևով։ Ուրեմն Վենեսուելան, գիտեք, աշխարհի ամենաշատ հաստատված նավթի պաշարներ ունեցող երկիրն է։ Եվ այսօր Միացյալ Նահանգները վերահսկելով այդ նավթը, իրենք կարող են գին թելադրել համաշխարհային շուկայում։ Գումարած դրան, մենք այսօրերին նկատում ենք փոփոխություններ Իրանում, այսինքն այնտեղ հսկայական ժողովրդային շարժում կա, Իրանն էլ եւս գազի եւ նավթի խոշոր պաշարներ ունեցող է։ Հիմա մեր վրա սա կազդի եւ Իրանի տեսանկյունից, ասենք վենեսուելական նավթը։ Իրանը անմիջապես մեր դրացին։ Այո, բայց Վենեսուելան որ դրացի չի, բայց նա կազդի օրինակ Ռուսաստանի վրա, ինչպես կազդի նավթի գներով։ Եվ ես կարծում եմ, որ ամերիկացիների այս քայլը ոչ այդքան եւ ոչ միայն Վենեսուելայի դեմ էր, այլ ավելի շատ Իրանի եւ Ռուսաստանի, որովհետեւ երկուսն էլ մեծապես կախված են նավթի գներից եւ այդ հարցով բան ավելի կլինեն, այսպես ասած, զիջող բոլոր հարցերով, որովհետեւ շատ երկրներ կա, որ անուղղակի, այսինքն արգելված նավթ առնում է ռուսական եւ իրանական։ Հիմա ամերիկացիները շատ ավելի էժան գնով վենեսուելական նավթը կառաջարկեն այդ երկրներին, հետեւաբար կզրկեն օրինակ Ռուսաստանին պատերազմը վարելու ֆինանսներից, իսկ ցանկացած պատերազմ դա մեծ փողերի հետ է կապված։ Հա, այդ առումով մեր վրա կան Ադրբեջանը իհարկե փոքր խաղացող է, Ադրբեջանի պաշարները համաշխարհային առումով ոչինչ է, բայց մեր հետ համեմատ եւ մեր դեմ
արդեն դա լուրջ փող է։ Այսինքն մի քանի միլիարդ, որ ինքը ստանում է տարեկան նավթից, դա արդեն մեծ փող է, որտեղ Դե Հայաստանում միշտ խոսում են, չէ՞, որ Ադրբեջանը շատ հարուստ է, շատ փող ունի։ գիտեք, այստեղ հարաբերական է, այո, հարուստ է նավթով եւ գազով, բայց Հայաստանի մետաղական եւ ոչ մետաղական հանքերի պարունակությունը գնային առումով, այսինքն պղինձ, մոլիբդեն, ոսկի շատ ավելի է։ Ուղղակի նրանք շատ ավելի ոչինչ չեն կարող։ Այո, որովհետև մերը տվել են շահագործման որոշ մասնավոր անձինք իրենց հով են արել եւ ուտում են հարստանում են այդ փողը, միլիարդները գրպանում են, իսկ ադրբեջանցիք ավելի հայրենասեր գտնվեցին, եթե բանը անգամ ստացած է պետական սոկար գործակալությունը, որի գումա այնտեղ բացի պետ բյուջե մտնելուց այդտեղ հավաքվում, որից իհարկե Ալիևների ընտանիքը հսկայական բազմամիլիարդ դոլարներ են գրպանում, բայց այնուհանդերձ այդ փողի մեծ մասը օգտագործվում է նոր զենքեր գնելու եւ նոր շինարարության համար Ադրբեջանում։ Բալավ Արա Պապյան, մենք ինչ պետք է անենք, որ Հայաստանի այս ընդերքը, որ մի քանի օլիգարխների ձեռքն է, որ վերցնենք, դա օրինական չի կարող լինել, չէ՞։ Նիկոլ Փաշինյանը, երբ որ գալիս էր իշխանության, խոստումներից մեկը հենց դա էր, այսինքն անօրինական սեփականաշնորհված կամ կառավարման հանձնված հատկապես ստրատեգիական կարևորություն իբրտե պիտի վերանայվեն հետ վերցնեն։ Հիշում եք, ասում են ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստա եւ այլն։ Չլավ էլ պլստացել են, լավ էլ իրանք են բանբոտներ, փայբաժին են մտել օրինակի համար այդ հանքերում, կառավարության աշխատակազմի տեսքով եւ այլ մանձած եւ իրենք են բանում։ Միակ տարբերակը մենք ասել ենք բազմաթիվ անգամներ, չեք առանց ազգային իշխանության ոչինչ չի լինի, որտեվ ազգային նշանակում է ազգային պետության մասին մտածող։ Հիմա մի կողմից իրենք թալանում են եւ վատ են կառավարում երկիրը, հետեւաբար երկիրը թույլ է մնում, մյուս կողմից ասում են, թե երկիրը թույլ է, պիտի զիջենք։ Հա, բա եթե ոչինչ չանեք, այսինքն երկրի հզորացման համար ընդհակառակը դեռ մի բան էլ վնասեք, այնպես որ սա իշխանափոխությունը Հայաստանի համար միակ հնարավոր փրկության ճանապարհն է։ Ես ինչքան հիշում եմ պատմությունից էլ հայ ժողովուրդը երբեք հանձնվողական չի եղել, զիջողական չի եղել։ Մենք միշտ հերոսներ ենք եղել, միշտ պայքարել ենք եւ դարերով, տարբեր հարձակումների, տարբեր ինչերի դիմացել ենք, այսքան տարի եկել հասել ենք այսօրվան։ Բայց այսպես լռությամբ, սխալ լրատվականությամբ ժողովուրդը մի տեսակ կարծես թե գիտական նահանջ է ապրում, գաղափարական նահանջ է ապրում, այս ինչքան երկարի է ժողովուրդը ավելի է խորը քնի մեջ մտնելու։ Որտեվ դա իշխանության ցանկությունն է, իշխանությունը ոչ միայն այդ ձեր նշած հերոսականությունը ցույց չի տալիս ժողովրդին եւ հույս չի տալիս, որ պայքարը հնարավորությունը, ընդհակառակը ինքը տեսեք բացասական բաներն է ընդգծում, օրինակի համար Տիկին Աննա Հակոբյանի հայտարարությունը, որ 11000 դասալիք է եղել, որը որևէ ձև չհիմնավորվեց սուտեր, կամ որ չեն դիմադրել, չեն պայքարել, չեն կռվել, այս ամբողջը ժողովրդին կոտրում է, կամ այդ անընդհատ ասածները, որ Ադրբեջանը, Թուրքիան շատ հզոր են, պայքարել չի լինի, կռվել չի լինի, չգիտեմ։ Գիտեք, պատմությունը ցույց է տալիս, որ անկախ այն հանգամանքից, որ դու ինչքան էլ թույլ ես, թե չէ, միշտ պայքարելու հնարավորություն կա։ Հատկապես դու կարող ես դաշնակիցներ ձևավորել, որովհետև չկա մի երկիր, օրինակ նույն Ադրբեջանը կամ նույն Թուրքիան, որ միայն Հայաստանի թշնամին լինի, չէ՞։ Այլ երկրներ եւս կան։ Ահա, ուրեմն դրանց հետ պիտի դու մտնես հարաբերությունների մեջ, դաշինքներ հաստատես եւ այլն։ Տեսեք վերջի օրինակը Իսրայել, Կիպրոս, Հունաստան։ Այսինքն Թուրքիայի դեմ դաշինք են ձևավորում, որտեղ բոլոր երեքին են սպառնում է։ Դա անում են։ Իսկ չգիտես ինչի Նիկոլ Փաշինյանին թվում է, որ սիրաշահելով կարելի է բավարարել։ Գիտեք, պատմական փորձը ցույց է տալիս, որ երբևէ հակառակորդին թշնամուն սիրաշահելով, զիջելով որևէ բանի չեն հասցել, ընդհակառակը դա
գրգռում ակ նրա քաղաքական եւ զավթողական անխորժակը։ Ամենացածր աստիճանի վրա մանկապարտեզի դպրոցի աստիճանում, եթե երկու երեխական մեկը բուլիություն է անում, մեկը մյուսի վրա եւ դիմացին եթե չի ինքնապաշտպանվում, այդ բուլիությունը երբեք չի դադարում, ընդհակառակ ավելի վատանում է, բայց հենց երեխան հետ հարված է տալիս, միանգամից կանգնում է այդ ամեն ինչը։ Այո, եւ այստեղ այդ հատվածը անգամ պետք չի, որտեղ շատերը փոխվում են կեղծեն, իշխանց որ դա պատերազմի կանգնեցնի, ոչ, ի վերջո կա դատական ճանապարհ, կա տեղեկատվական ճանապարհ, եւ όσο պետք է այդ ամբողջ պատասխանել, չէ՞ դա ամբողջինա։ Հակառակ դեպքում այս բանջները անսպառ են։ Սկզբից 17 կետ էր, Հայաստանի իշխանություններն ասում էին մենք 15-ն ենք համաձայնեցրել երկու կետը, հնարավոր չի երբևէ զիջենք, հետո եղավ իմ Ադրբեջանը նորից նոր բան, տեսեք, բարձ ասում է, սահմանադրության փոփոխություն է, ինքը այդ հարցը դրել է անպայմանորեն, դրել է այսպես կոչված ադրբեջանցի 300,000 գաղթականների վերադարձ Հայաստան, դրել է 150 միլիարդ դոլար ռազմատուգանքի վճարում եւ լիքը նման բաներ, որոնք անգամ որևէ իշխանություն եթե ուզենա էլ սովորել ենք, իրանք միշտ ասում են եւ հետեւից գնում են։ Այո, բայց պետք է հասկանանք, որ դրանք պահանջներ են, որոնք կամ հնարավոր չի իրականացնել, օրինակի համար 150 միլիարդ որտեղից է ստալու, կամ եթե իրականացնես 300,000 թուրք բերես լցնես երկիրը, դա բերելու է բախումների, որը պատրվակ ալնելու Ադրբեջանի ձեռքին, հերթական ներխուժումը իրականացնելու։ Լավ, պարոն Պապյան, փաստորեն հիմա լոբինգի միջոցով արտաքին աշխարհի հետ ամերիկյան եւ եվրոպական մենք փորձում ենք ինչ անենք։ Մենք փորձում ենք ճշմարտությունը ասել, հասցնել նրանց ականներին, նախ պիտի ասվի ճշմարտությունը։ Ճշմարտությունը հետեւյալն է, որտեւ իրենք մտածում են, եթե իշխանությունն ասում է, գիտեք ինչա, խաղաղությունը հաստատվել, ոչ թե կա հաստատվի ամեն ինչ լավ է, իրանք էլ ասում են, դու գոհ շնորհակալ եք ամեն ինչ լավ է։ Պիտի ասել, որ եթե չլինեի Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ զսպման հստակ լծակներ, եթե Հայաստանին չօգնեք ուժեղանա ռազմականապես եւ այլն, ոչ մի խաղաղություն էլ չի լինի։ Իսկ այդ ճշմարտությունը պիտի ասվի, որովհետեւ երբ որ դու քեզ խաբել ես, հիմա դիմացին ես խաբում, որ գիտեք, այ հեսա այս թուղթը կստորագրենք ամեն ինչ լավ կլինի, սուտ է։ Բայց իրանք չգիտեն, պարոն Պապյան, չէ՞ որ այստեղ Ամերիկայի հետախուզական խումբերը շատ լավ են աշխատում։ Կարծում եմ իրանք այդ ամեն ինչը տեսնում են Հայաստանում ինչա կատարվում։ Հետո ինչ։ Եթե դու ասում ես ես գոհ շնորհակալ եմ, ինքը ինչի պիտի իր անդարտ գլուխը դնի քո դարդերի տակ։ Դու գոհ շնորհակալ ես, այդպես է, ուրեմն վայել իր այդ կուզածը, վաղը քեզ կկոտորեն, ես մեղավոր չեմ, դու ես ուզել։ Ամերիկացիները ես հիշում եմ դեռ տարիներ առաջ անվտանգության հարցեր էին քննարկում 15 տարի անց, ասեց խնդիր ունեք անվտանգության, մեր դեմ բարձրացրեք, բերեք, դրեք, ասեք, օրինակ եմ ես սպառնալիք եմ ու սպառնալիք կա Թուրքիայից։ Մտածենք ոնց ենք անում։ Բայց եթե դու կանգնում ասում ես, չէ, մենք եղբայրներն ենք Թուրքիայի հետ, էլ Ադրբեջանն էլ խնդիր չկա, ինչ պիտի անի ամերիկյան հետախուզությունը։ Այսինքն պիտի գասի, չէ, դուք եղբայրներ չեք։ Ձեր հարաբերությունները վատ է, եկեք ես ձեզ ուժեղ բան անեմ, զենք տամ։ Չէ, դու պետք է գնաս։ Մտածում, պարոն Պապյան, ժողովուրդը մտածում է, որ Ամերիկան հզոր երկիր է, եւ ինչու՞ չի գալիս մեզ։ Ինքը մեր քերակինն է, ինչի՞ պետք է գա մեզ օգնի։ Ամերիկայի երկիր է իր համար։ Չէ, ինչի՞ պետք է գա մեզ օգնի։ Մենք գոհ երջանիկ ենք։ Ես ամերիկացիների հարցը տվել եմ։ Նրանք ասում են շատ պարզ։ Ձեր իշխանությունն ասում է, որ ամեն ինչ լավ է։ Ասում են, բայց ժողովուրդը դրան դեմ է, ասում է, ուր է այդ ժողովուրդը։ Դուք ելնում դուք եք դուրս գալիս 2-3 առավելագույնը 5,000-ով բևեռը ցույց անում, ասում է դժգոհ եմ այս հարցիկ, այդ մնացածը այդ է, եթե ժողովուրդը չի դուրս գալիս 100,000-ով, նշանակում է ինքը գոհ է այդ ամբողջից, հիմա տեսեք, Իրանում դուրս են գալիս 100,000-ներով, ասում են մենք դժգոհ ենք, որովհետեւ մեկը չի կարող ասի որ բանը։ Հա պարզանքն ասում է, եթե հաշվենք, որ երկրում ապրում է 2.5 միլիոն մարդ, 2.5 հազարը նշանակում է դրա 0.1%-ն էլ, ընդհանրապես 1% էլ չկա։ Այսինքն, չէ՞, դա 25,000-ն է 1%-ը, բանը։ Այդ
դե համար դու 0.1%-ով բողոքում ես, դա ինչ է։ Դու ժողովուրդը պիտի մի բան հասկանա։ Ինչ խոսք է, չէ՞ անգամ այդ որ ասում են մինչև երեխան լաց չընկնի մայրը կուրս չի տալի այդ մայրը իր երեխուն բա ուրիշ օտար պետությունը ինքը առանց կոզել դու պետք է ոչ միայն բարձրացնես դու պետք է համոզես դու պետք է օրինակի համար ինչ որ քաղաքական հաշվարկներ ցույց տաս ինչ որ փաստաթղթեր պիտի բացահայտես օրինակ Ամերիկայի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ դու պիտի շեշտադրես բարոյական հարցեր առաջի քրիստոնյա ժողովուրդն է կոտորում դու որպես քրիստոնյա ժողովուրդ պարտավոր եք չէ՞ բաներ պիտի ասես եթե կանգնես ասես ամեն ինչ լավ է շատ լավ ասում են հեն ասում է բանա արդեն խաղաղությունը հաստատվել է նավթն էլ առնում ենք Ադրբեջանից եւ ասում են դե շատ լավ է վայելեք դե այդ լույսի տակ պարոն Պապյան դուք նոր Վաշինգտոնում եք մի շաբաթ առաջ որոշակի հաջողություններ կարողանում եք խոսակ որոշակի կոնգրեսմենների հետ լսում են ձեզ արդյոք չէ որ երկրի պետության ղեկավարն ասում է մեր մոտ ամեն ինչ լավ է մենք մեզ լսում են մենք ոչ միայն խոսում ենք այլ մենք բարբերաբար իրենց գրավոր ներկայացնում ենք հաշվետվության նման չէ հաշվետվություն չէ այլ տեսակետ օրինակ երբ որ մենք կանգնում ասում ենք որ Հայաստանում ժողովրդավարություն չի Դա չպետք է կանգնենք միայն այդպես ասած։ Բնականաբար ասենք ներկայացնում ես հղումներով փաստաթուղթ, օրինակի համար Հայաստանում 18 թվականից ի վեր կրկնակի շատացել է կալանքը։ Այսինքն դա չի կարող լինի ժողովրդավարություն, որովհետև կալանքը դա դեռևս մինչև դատարանի վճիռն է։ Սահմանադրության 66-րդ հոդվածն ասում է, որ մարդն անմեղ է, քանի դեռ չկա դատական վճիռ։ Դու մարդուն սկզբից բռնում ես, տանում ես մի քանի ամիս, երբեմն այո, մի քանի երբեմն տարի պահում ես բանտում առանց դատի, կալանք ես սպանանում։ Դա բռնապետություն է։ Հետո արդեն բնական է, արդեն ինքը չպետք է մեղք ընդունի, որ տարել է մարդուն, գործարքի են գնում, ասում են կամ քեզ մի հատ ստից ուրիշ հոդվածով կնստեցնենք Կամ արի ես գործը վերցու վրա, արդեն նստել ես կես տարի կամ այսքան, ենթադրենք մի հատ դատենք տանք բանով, մի տարի հետո բաց թողենք քեզ, արդեն որտեվ կեսը նստել ես, այդ բանի տակ, ինչ որ համաներում եւ այլն։ Չէ, այսինքն այդ օրինակները փաստեր ես, մենակ այս կալանք ասեցի, հազար այլ հարց կա, որոնք շատ-շատ վատացել է։ Այսինքն հիմա տեսեք մենք օրինակի համար հանրահավաք էինք անում, գիտեք։ Հիմա հարցը չի առաջանում, իսկ ինչի՞ մեզ վերջերս այդքան շատ չենք անում։ Որտեւ օրենքի փոփոխությամբ արգելված է բարձրախոսներ դնել մեքենայի վրա։ Ասում է դու կարաս բողոքես, բայց առանց ձայն հանելու։ Դա անհեթեթ վիճակ կլինի։ Դե հենց դա, այսինքն իրանք ուզում են որ մենք առաջ մենք ինչ ենք անում։ Մենք անում ենք հանրահավաք ասենք ազատության հրապարակում։ Մենք լավ գիտենք, որ ազատության հրապարակում մեր կողմնակիցները, ասենք մի 2-3 հազար հոգի է գալու։ Մեր թիրախային խումբը այն տասնյակ հազարավոր մարդիկ էին, որ մենք շրջելով Երևանի փողոցներով եւ մեքենայի վրա տեղադրած լինելով բարձրախոսներ իրանց որ բան էին հաղորդում։ Հիմա օրենքի մեջ փոփոխություն են դրել, իբր թե նպատակը բարձր երաշխության դեմ պայքարելն է, բայց էությունը բանն է, որ ասում են մեքենաների վրա եւ մենք չեն կարող բարձրախոսներ տեղադրած լինեն միայն ցածր։ Հիմա էլի այդ նիվաներն ու բաները էլի բարձր երաշխությամբ քշում են, խնդիր չկա, դրա դեմ չէր պայքարել, բայց արդեն երբ որ բևեր, այսինքն մենք այդ մեքենաների վրա դնենք դուրս գանք փողոց, մեզ առաջի անգամ մեծագումար տուգանք, երկրորդ անգամ մեքենայի այդ ամբողջի բացի տուգանք եւ բռնագրում, երրորդ անգամ ով այնտեղ դու ներկայացնում ես, այսինքն ով է պատասխանում, հակազդում քրեական գործ ու պատասխանատվություն։ Եվ այս ամբողջը Նիկոլ Փաշինյանը անում է կառավարության չզեկուցվող հարցերի շրջանակում, այս էլ մի ուրիշ բռնատիրություն։ Բայց սրտիկներ է ուղարկում ամեն օր։ Դե սրտիկներ է ուղարկում, ինչ ասեմ, ժողովրդը կուտ է տալիս, որ կուտը չուտի ժողովուրդ, տեսեք։ Բռնատիրական Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ամեն 5 շաբթի կառավարության նիստ է։ Ասենք հարցեր կան, երբեմն 20, 30, 40 հարց է քննարկվում։ 1, 2, 3 հարց է լինում չզեկուցվող, այսինքն փակ որ ասենք որ գախտ է։ Հիմա հակառակն է։
Հիմա Նիկոլ Փաշինյանը օրինակ որի պրտե ժողովրդավարություն է 80%-ը փակ է, վերջում պարզվում է, որ այդ փակով այդպես որոշումներ են փոխել, փակով իրենց վճարումները շատացրել են, փակով ոստիկանության աշխատավարձերն են բարձրացրել, փակի տակ դրա համար չես իմանում, եթե չգրես, չպայքարես եւ հաճախ անգամ այդ պայքարելուց հետո բան է գալիս, օրինակ ասենք հարցում ես անում, որ ինչքան է ծախսվել, ռազմական ծախս չի, էլի։ Այս ինչ բանի վրա կասվել պետական գաղտնիքը չենք ասում քեզ։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը Դա անհեթեթություն է արդեն։ Անհեթեթություն չի, դա իր համար է, բայց ժողովուրդը երբ որ դու սկսում ես բացատրել, ժողովուրդը փոխանակ քեզ պաշտպանի։ Ասում է ուրիշի փողերն ես հաշվում։ Այդ ժողովուրդը ճեմա չի գիտակցում, որ իշխանությունը փող չունի, այդ իր փողն է։ Բայց արտաքին պարտքը ինչքան է բարձրացնում։ Արտաքին հիմա խոսանք արտաքին պարտքի մասին։ Նիկոլ Փաշինյանն ասեց մենք զենք ենք առնում։ Երբ որ փաստերով ցույց տվեցին, չէ, փաստերով ցույց տվեցին, որ ոչ մի զենք էլ այդ կարա 8 միլիարդի զենք չես առել, այնտեղ 1.5 միլիարդ ընդամենը։ Ի վերջո, բացի հայկական կողմը, որը գաղտնի է պահում, վաճառող կողմը պարտավոր է դա շվեդական պատերազմի եւ խաղաղության ինստիտուտ կա, դուք Ստոկհոլմի եցել ներկայացնի այդպես, այսինքն եթե դու առել ես 6 միլիարդը, ինչ որ մեկը պիտի ծախի, չէ, բոլոր այդ թվերը այդն է, 1.5 միլիարդ, ուրեմն սուտ է 8 միլիարդից 1.5 միլիարդ։ Վերջերս ուրիշ սուտ սկսեց ասեց, դե Արցախից եկած գաղթականներին ենք տալիս, իբրտե այ հայ ժողովուրդ, դու ես 8 միլիարդ պարտքը շալակել ես այդ Ղարաբաղցիների պատճառով, դա էլի ստոր քայլել։ Պարզվեց բոլոր տեսակի գումարները իրար միացրած եւ այլն 360 միլիոն դոլար է ծախսվել վրա 8 միլիարդից։ Հա, հիմա հարց առաջանում, բայց դրա մասին ես գիտեմ, գուցե մեր լսողները հեսա իմանան, բայց ինչ չեն կանչում, կոմյուսին չեն կանչում հանրային, որտեղ 100,000-ավոր դիտումներ ունի։ Ես չեմ հիշում ձեզ երբ են կանչում։ Այո, իսկ իրանք ասում են ամեն ինչ լավ է, տեսեք, որ զենք են կառնում, ես են կանում, ժողովուրդն էլ այդ ինչ ասեմ, հավատում է դրան, մինչև հերթական ջարդու կոտորածը։ Այն ժամանակ էլ էին ասում, որ Արցախ մեր բանակը տարածաշրջանի ամենա բանը հզորն է։ Երբ որ փորձում էիր մի բան ասեիր, քեզ էլ ասում էին դավաճանը ես էլ Թուրքի կողմի նույնն է, շատ բան չի փոխվել, երբ որ փորձում ես այդ բաները ցույց տալ, օրինակ հարց ես տալի, ասում ես ինչի պիտի, չգիտեմ, ասենք իշխանությունը այս ծախսը կատարի, չգիտեմ, էլի, ինչ որ մի բան կա, լիքը Թեկուզը նոր տարվա, թեկուզ այդ բոլոր լույսերը, դրանք էժան հաճույք չէ, դա 2 միլիոն դոլար փող է ծախսվել, որը էլի բանի տակ է, ասենք այդ կան սիրած ասֆալտը, որ ժողովուրդը սիրում է բան, այդ ասֆալտը ոնց որ կեսը ուտում են փողը, էլի, եւ այն նույն մարդիկ են ասֆալտ անում, ինչ որ անում էին Սերժի ժամանակ։ Այսինքն ոչինչ չի փոխվել։ Փոխվել է, ոչ չի փոխվել։ Okay, գլխավոր Ավելի վատն է փոխվել։ Չէ, ավելի վատն է փոխվել։ Նայեք վճարումները, չէ, վերացական չեմ ասում։ Այս ժողովուրդն ասում են ազատ ապրում ենք, ազատ խոսում։ Ոնց են ազատ ապրում։ Հələ մի հատ փորձի թող մի բան գրի, անուն ինչա, նույն Facebook-ի հետ ոնց են ազատ ապրում, երբ որ իմ գրածին լայք դնելու համար բանի, այդ կնոջ ամուսնուն կանչում են, քանի որ կնոջ ամուսինը ոստիկանությունում աշխատում, դուք պատկերացնում եք, հետևում են, թե անգամ ընտանիքի անդամները ինչ պետք է ում են լայք դնել, որ այս ինչ են անում, ով ասեց ազատ են ապրում, մարդիկ աշխատանք են կորցնում իրանց հայացքների համար, համալսարանում ամբողջ դասընթացներ են փակում, ինչա այդ մարդուն դե չեն կարա պարզապես հանեն, ասում են դե ձեզ այդ պայմանագիրը չի երկարաձգվում, որտեղ ձեր դասաժամը կրճատվել, այսինքն այդ առարկան պետք չի, ու նման բազմաթիվ այնպես որ այդ ազատություն կոչեցյալն էլ բավականին սուտ շղարշի տակ այդ ազատությունը։ Ես մեկին հանդիպեցի վերջերս Հայաստանից նոր եկած եմ մի 8-9 ամսվա ես շատ խոսացի, բայց իրեն խոսալուց հասկացա, որ իրենք աշխատել են հենց կառավարության մեջ, պաշտոննա անձիկ են եղել, եւ ես հարցրեցի, ասի ինչու եք թողել եկել, ես գիտեմ, որ ձեր կյանքը դե լավ է եղել։ Ասեց, որ սկզբից չէր ուզում ասել, հետո կամաց ասեց, որ
Թուղթեր կային, որ մենք հարմար չէինք զգում դրա մաս կազմելու, Հա։ եւ մեզ հետապնդում սկսեց ու փախանք։ Դե Փախան տեսա, երկրից։ հա, Որտեւ հետապնդում էր իրենց սկսել։ Ինչու դուք չեք փախնում, պարոն Պապյան։ որովհետև Որտեւ այսքան հալածանքներ, որ դուք եք կրում, ո՞ր եք կրում, ինչու չեք փախնում։ որովհետև առանց պայքարի չկա հաղթանակ, պետքա մնալ եւ պայքարել, որովհետև եթե ես էլ, մյուսն էլ փախնեն, բնականաբար այսպես մենք գոնե հույս ունենք, ինչ որ կան պայքարող, հնարավոր է մի բան լինի, բայց եթե չլեն պայքարող, այդ հույսը չի լինի։ Այդ հույսը թե չէ, եթե նայենք իմ անձնական տեսակետից, ես շատ ավելի ինձ համար հարմար կլներ Կանադայում ապրեի, իմ թորների հետ, վայելեի, տարին հաստատ 2 անգամ Մեքսիկա ու Դոմինիկան Հանրապետություն գնալու հնարավորություն է, գնայի վայելեի, չհալածվեի, ծախսերս էապես կրճատվեին։ Այսինքն այն Երևանյան ծախսը, որ ես անում եմ, այսինքն երկրորդ տուն պահելու համար, բանը, այդ մի մեջտեղից դուրս է գալը, էլ չեմ ասում այն հալածանքները, տուգանքներից քրեական գործերը, քանի քրեական գործ են հարուցել բան եւ այլն, ուղղակի նայեք, ինչի ինձ եւ մեր նմաններին, ասես խոսում ենք։ Գոնե այդքան խոսելը թույլ են տալի, բայց նայեք, իրենք են հիմնական լրատվամիջոցներից մեզ կտրել են, արդեն եթերային հեռուստատեսություն չեն կանչում։ Մի քանի բան է կա, իրանք ասում են առանձնապես առայժմ, մենք չգիտենք վաղը ինչ կլինի, առայժմ այսպես չեն անցնում ավելի կոշտ միջոցների, որտեղ այսպես իրանց համար դեռևս բան չի, էլի համարում են, որ լավ է վիճակը։ Իրանց համար կարևորն է նա, որ այդ թույլ չտան քո գաղափարը ժողովրդին հասնի։ Այդ լայք մի դրեք, մի գնացեք, տեսեք, երբ որ մենք գնում ենք ինչ որ մի մարզ հանդիպելու ժողովրդի հետ։ Չէ, իշխանությունը իր տեսակետն է ասում, մենք էլ մեր իրավունք ունենք անելու։ Նախ սպառնում են բոլորի հանկարծ չամարցակվեք, ներկա գտնվեք։ Սպառնում են այդ դալիճների սեփականատերերին, մարդիկ պատրաստ են պարապ թողել իրենց հարսանյաց կամ սքով սրահը, որ տվյալ պահին պարապա, քան ասենք մի քանի ժամով մեզ տրամադրի, որ մենք հավաքվենք մարդկանց հետ բան անենք։ Հարց ու պատասխան զրույց, իրանք մարդիկ հետաքրքրված լինեն։ Եվ սա է, այսինքն կա գաղափարակիր մարդիկ, կա քաղաքական ուժ, մենք ուսացնենք, թող իրանք իրանց համար պայքարեն, մենք էլ այստեղ երկիրը կթալանենք, կծախենք ծառի հետ։ Ցավալի է։ Այո։ Պարոն Պապյան, լավ։ Ես ձեր Facebook-յան գրառումից տեսա, որ դուք անցյալ օրը հանդիպում եք ունեցել Ջեֆրի Հարիգյանի հետ, ԱՄՆ-ի օդային ուժերի գեներալ քարաստիճան եւ Ջոն Քյուսեյանի հետ, որը նորից օդուժի գնդապետ է։ Սրանք շատ մեծ պատմություն ունեցող մարդիկ են, մեծ experience, այո, մեծ գաղափարիտեր մարդիկ, ինչպիսին էր հանդիպումը, ինչ նայեք, իմ կապեր այս մարդկանց հետ արդեն տարիներ ի վեր են, իմ նախաձեռնությամբ այդ ստեղծան ստացվել, հատկապես ես շատ եմ կարևորում 4 աստղանի գեներալ Հարիքյանի դերակատարությունը, որ ինքը այսօր պաշտոնաթող է, բայց ինքը ունի մեծ փորձ, մեծ կապեր, որովհետև ես նրանցից եմ, որ գտնում եմ, որ Հայաստանը պիտի ունակ լինի իրեն պաշտպանելու։ Այո, ես կողմնակից եմ դաշնակիցներ ստեղծելուն, ինքս կողմնակից եմ Միացյալ Նահանգների հետ սերտ ռազմաքաղաքական դաշինք համաձայնություն բան, բայց երկիրը եթե ինքը իրան չի պաշտպանում, որևէ մեկը չի պաշտպանի։ Ուկրաինայի փորձը դա ցույց տվեց։ Չկռվեր ուկրաինացի ժողովուրդը չպաշտպաներ իրան, որևէ մեկը իրան չէր պաշտպանել, չէր հետաքրքրվի։ Եվ Հարիքյանի, այսինքն այստեղ դերակատարությունը կարող է մեծ լինի, ինքը եղել է եւ ՆԱՏՕ-ի եւ Միացյալ Նահանգների Եվրոպայի միջին արևելքի եւ հյուսիսային Աֆրիկայի պատասխանատուն, ինքը երկար ժամանակ փորձ ունի Պակիստան, Հնդկաստանից մինչև Թուրքիա, Իրաք, Սիրիա այդ ամբողջը։ Ես հիմա մանրամասների մեջ չեմ գնա, բայց ինձ շատ հետաքրքիր էր իր տեսակետները, օրինակ Իսրայել-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ,
Սիրիայի ապագայի վերաբերյալ, ընդհանրապես Ռուսաստան եւ այլն այդ ամբողջը, որովհետեւ իր տեսանկյունը մի փոքր այլ, ասած զանգակատնից է, ինքը այլ փորձ ունի, այլ ինֆորմացիա ունի, եւ բնականաբար մենք նաեւ մեր խոսակցության բուն նպատակը ինչպես անել, որ ինքը եւ նման անձիկ հնարավորություն ունենան օգտակար լինելու Հայաստանին, որովհետեւ գիտեք, նման մարդիկ կան, բայց չունեն հնարավորություն, այսինքն որևէ բան անելու, դա Նիկոլ Փաշինյանը թե հիշում եք, ասում էր մենք ամբողջ աշխարհից կհավաքենք ինչ որ դիմումներ բան կանենք այդ 18 2500-ից ավել մարդ ներկայացրել էր իր դիմումը եւ CV-ին, ի վերջո միջին եւ միջինից ցածր օղակում ընդունվեցին 6-ը, առաջի տարվա մեջ 5-ը գնացին, որտեղ անիմաստ էր, որտեղ հասկացան, որտեղ որևէ բան չկա անելու։ Հա, որովհետեւ այսինքն դա շատ ձևական էր։ Օրինակ այն մարդիկ, ովքեր շատ մեծ պաշտոններ էին դրսի, պատրաստ էին գալ ոլորտ ղեկավարային, նրանց թողեցին մոտ։ Բայց եթե քեզ պիտի բերեն ինչ որ մի հատ գրասենյակում թուղթ տանես բերես, արի, ինչի՞ չէ, բանա։ Հիմա կարծեմ մի հոգի է մնացել այդ 18 թվի բաներից, էլի, դիմումատուններից։ Հա, հա, չէ, որովհետև բանա աշխարհում մենք շատ հզոր ուժ ունենք, Սփյուռքում շատ հզոր ուժ ունի հայ ժողովուրդը, պետք է այդ ուժը օգտագործվի, որ հայրենիքը հզորանա, բայց այսպես բայց տեսեք, հիմա Նիկոլ Փաշինյանը, որ այդքան խոսում է ժողովրդավարության մասին եւ այլն, ժամանակին գոնե հայաստանցիները, որոնք ապրում էին դրսում, հնարավորություն ունեին դեսպանատներում եւ հյուպատոսարաններում ընտրությունների մասնակցելու։ Պիտի ասեմ, հայաստանցիների մի փոքր մասն էր մասնակցում, օրինակ այստեղ շատ էին մասնակցում, որտեղ Լոս Անջելես խիտ է հետո ապրում։ Ռուսաստանի նման, Ռուսաստանի համայնքն ավելի մեծ է, բայց որևէ մեկը հարյուրավոր կիլոմետրեր չի գնալու։ Բայց այնուհանդերձ դա ոչ ժողովրդավարական է, երբ որ դու Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որը սահմանադրական իրավունք ունի քվեարկելու, զրկում ես ընտրություններին մասնակցելու հնարավորություն։ Դա պետքա վերականգնել։ Այսինքն միանշանակ դա մեր նաև քաղաքական ուժը ավելին ասեմ, մենք ընդհանրապես նախատեսում ենք, ինչպես շատ երկրներում կա նաև այստեղ, on-line քվեարկություններ, այսինքն առցանց քվեարկության համակարգ մտցնել որոշակի պայմաններով, այսինքն ոչ միայն իրավունքը, դա իրավունք, այլ նաև պարտականություն։ Այսինքն պարտականությունը հետևյալն է, քաղաքացին ինչ պարտականություն ունի սեփական պետության նկատմամբ, դա հարկերը մուծելը նաև բանակում ծառայելը։ Հիմա բանակում ծառայելը հարցը դա կարելի է, ինչպես այսօր կա, բայց շատ ահավոր մեծ, այսինքն դրան փոխարինող ինչ որ հարկատեսակով փակել։ Հիմա այս իշխանությունն եկավ, մի ահավոր կարծեմ գին դրեց 35 միլիոն թե ինչ որ տես մի ահավոր ինչ որ բաների մեջ են։ Բան չէ, այդ ձև չէ։ Այսինքն պետք է այնպես անել, որպեսզի եւ սարքեցին կարծեմ, թե ուզում են սարքեն մինչեւ 35 տարեկան։ Նայեք, պետք է այնպես անել, որ որոշակի արդարություն լինի, որ հայաստանցիներ չասի, բայց ոնց եղավ ես այստեղ հարկ եմ ուծում բանակում ծառայում եմ, ես նույնքան իրավունք ունեմ, ոնց որ դրսում ապրողը։ Բայց դու դրսում ապրողին պիտի հնարավորություն տաս, որ ինքը մասնակցի պետական աշինությանը, լինի հարկի տեսքով եւ այլն, այդ ձևով, ու դրա դիմաց տաս քվեարկելու իրավունք։ Բայց ինչի դա չեն անում իշխանությունները, որովհետեւ ինչու չեն անում։ Ինչ կխանգարի, որ թույլ տան։ Եթե թույլ էլ տան, Սփյուռքը 100%-ով չի մասնակցել։ Էլի որոշ մարդիկ 20%-ով է մասնակցել, ավել չի մասնակցել, չէ։ Բայց փորձը ցույց է տալիս, որ Սփյուռքը միշտ քվեարկում է իշխանության դեմ։ Միշտ ավելի շատ անդիմության կողմ է։ Եվ հաճախ այդ մի քանի տոկոս քվեն կարող է վճռորոշ լինի։ Օրինակի համար, այսինքն X կուսակցությունը, որի հետևորդների վրա Հայաստանում շատ ավելի մեծ ճնշում կա եւ վախի մթնոլորտ կա եւ տնտեսական կախվածություն, ընդունենք, որ էջմիածնում եւ կապանում մարդու վրա ճնշում բանեցնելու հնարավորությունը Հայաստանի իշխանությունների շատ ավելի մեծ է, քան Լոս Անջելեսում։ Այո։ Դե վերջացավ։ Հետևաբար
հնարավորինս, այսինքն ընտրությունների դաշտ բերել նրանց, ում վրա դու որ կարող ես ազդել։ Բայց սա կրկնում եմ, դա սա եւ հակասահմանադրական է, եւ հակաբարոյական, այդ ամբողջը պիտի արվի։ Դե արդեն ցույց է տալի երկրի ինչքան իրավական է եւ ինչքան քաղաքավար, ինչքան ժողովրդավար։ Այո, եւ շատ երկրներ, անգամ Թուրքիայի նման երկիրը, կարծեմ, բան ունի, դրսում քվեարկելու հնարավորություն ատալ իրավունք ունի։ Ոչ միայն իրավունք, նաեւ դե հնարավորություն ստեղծես։ Այսինքն, եթե դու դրսում օրինակի համար Միացյալ Նահանգներում չկա ընտրական տեղամաս, ոնց է ինքը ընտրություններին մասնակցել, դա անգամ իրավունքը տաս։ Առաջ գոնե Վաշինգտոն, Նյու Յորք, Լոս Անջելես կար, 3 տեղ։ Այսինքն դեսպանատուն, մակում ներկայացություն եւ այստեղ կալ էր, բայց ելի եմ կրկնում, ներկա արցանց հնարավորությունը տալիս է, այսինքն եւ դա կարելի է անել որոշակի, այսինքն փասվորդի արկայության, օրինակի համար Հայաստանի ֆիզիկական անձը պայմանական ասած վճարում է տարեկան օրինակ $1000 հարկ։ Այսինքն 5 տարվա ինքը ուծում է $5000 հարկ, ֆիզիկական անձը։ Ուզում ես ընտրությունների մասնակցես, խնդրեմ 5000-ը ուծում ես, ստանում ես համապատասխան փասվորդը, ընտրում ես ընտրությունների մասնակցում ես։ Այո, It makes sense. Այո, չէ, որտեվ հակառակ պարագային, որ արդար լինի, որ հակառակ Հայաստանցին ասելու է ես փողը մուծում եմ, ես անհա։ Հիմա բնական է դրսի ժողովուրդն էլ կարող ասել, ստեղ եմ մուծում։ Նրանց էլ պատասխանն էլ հետևյալն է, այստեղ մուծում ես, այստեղ էլ քվեարկում ես։ Բայց եթե որ ուզում ես նաև այնտեղ քվեարկես, գոնե այդ նվազագույնը պիտի արի։ Կարծեմ Իսրայելը այդպիսի բան ունի։ Շատ երկրներ կան, որ այսինքն ունեն, նայեք, կարելի է ձևը գտնել, կարելի է ուրիշ ձևեր գտնել, բայց մենք նկատում ենք, որ ցանկությունը չկա, ընդհակառակը, եթե դուք նկատել եք, Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը Սփյուռքին մեկուսացնելու մեջ, ստեղծելով զուգահեռ կառավարելի կառույցներ, այսինքն ոչ թե այնպես թողել, որ համայնքը ինքնստինքյան, ինքը ստեղծում է իր մարմինները, ինչ որ ղեկավարներ են աճում եւ այլ, չէ, բերել նշանակել մեկին, փողով Այս մեր բյուջեից հարկատուներից ասել լիքը փողը տալ այդ մարդկանց, որ իրանք ստեղծեն իրենց այդ կառույցը, որպիսի էդի կառավարելի կառույցա, բայց որպեսզի պատրանքը ստեղծվի, ասվի, որ բան է, օրինակի համար։ Պետք է այդ ժամանակ այդ մարդկանց խոսացնել, հանդես գալ Նիկոլ Փաշինյանի օգտին եւ այլն։ Սփյուռքում, իհարկե։ Սփյուռքում։ Դե ոնց որ Հայաստանում են ստեղծում կեղծ ընդդիմություն, կեղծ քաղաքական գործուն, ունել Սփյուռքում են անում։ Ինչ է կարծում, որ Սփյուռքում չեն անում են։ Ցավալի է, որ Սփյուռքի վրա ազդեցություն ունենում են այդ ձևի, որտեղ ինձ միշտ է զարմացնում, որ այստեղ ծնված մեծացած մեկը ազատ երկրում, ազատ սովորած, ամեն ձևով ազատ դատող մարդը նորից ընկնում է այդ հոսքի տակ։ Այ դա է ինձ զարմացնում, ոնց են ընկնում այդ հոսքի տակ։ Ինձ թվում է հայրենիքին ձգտելով, հայկականությանը ձգտելով սկսում են հավատալու այդ կազմակերպություններին։ Այս հարց հետևյալն է։ Որպեսզի դու իմանաս ինչ է կատարվում Հայաստանում, դու պիտի ամեն օր Հայաստանով ապրես եւ զբաղվես։ Դա իրականություն հետևյալն է։ Սփյուռքի մի փոքր մասն է դրանով բանանում, որը հասկանալի է, բնական է, մարդիկ ունեն իրենց առօրյա կյանքը, բան չեն կարող։ Եվ այս նրանց ասում են վերնագրային դատողություն, որ իդեպ վերջը վերաբերում է նաև դրսի քաղաքական գործիչներին։ Ասում եմ, դուք վերնագիրը կարդում եք, ասում եք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը գնալու է դեպի արևմուտք, դրանց այնքան չեք խորանում, որ դրա տակը արդեն գրած է, որ ինքը դրանց հետո գնաց Սանկտ Պետերբուրգ, գրած Պուտինի մոտ ուրիշ բան խոսում, որտեվ այն ինչ որ վերնագրային լուրեր են, որ արևմտյան մամուլում կհայտնվեն, իրանք դրա ծանոթանում են։ Բայց այն ինչ որ արդեն ավելի ենթավերնական պիտի խորանաս, չեն խորանում։ Ես վերջերս Գերմանիայի հանդիպեցի մի կարևորագույն քաղաքական գործիչի օգնականի հետ, որը հենց ինքն է մշակում այդ ամբողջ քաղաքական բաներն, ասում է նայեք իրականությանը։ Իր ղեկավարը միանգամից պատասխանատու է այս արևելյան երկր, արևելյան եվրոպական երկրներ, ակնիսոց երկրներ, դե քանի երկիր է։
Հա, ասма դե ես իրան տարբեր նյութեր եմ տրամադրում, որ ինքը ծանոթանա կամ բրիֆ առած կամ բան, հա։ Բայց մեր գործի 80%-ը հիմա ասում է Ուկրաինան, հա։ Այն 20%-ն են մեր Հայաստան, Վրաստան, բան կարող է ասում ամսվա մեջ մի հատ ինչ-որ մի հատ լուր ենել, որ լուրն է ստալի, որ վարչապետ այս բանն ասեց։ Հո դու չես տալիս օրինակի համար, որ օրենքի մեջ փոփոխություն մտցվել, որ, չգիտեմ, կալանքը որպես պատժի միջոց ավելի էշն է, չէ, որտեղ իրանց քաղաքական մեծ լուրերն են, օրինակի համար, հիմա այդ Նիկոլ Փաշինյանն ասեց խաղաղություն է հաստատվել, իրանք ասում են խաղաղություն է, կամ այդ թրիպի ճանապարհը պետք է կառուցվի։ Չեն խորանալ, ուղղակի վերնագիրը Այո, չեն խորանալ, չեն էլ կարող խորանալ, եկեք իրականությանը նայենք, ոչ ժամանակ ունեն, ոչ հնարավոր չէ։ Եվ բացասական դեր են կատարում հարևմտյան դեսպանատները, որոնք ոչ օբյեկտիվ լրատվություն են մատակարարում, ելնելով այն անից, որ ինչ կուժուկուլակա կոտրվելու է Հայաստանի ժողովրդի գլխին։ Իրենց համար կարևոր է նա, որ հա գոնե, այսպես ասած, ցույց տան իրենց կենտրոնավոր վիճակը լավ է, եւ այնքանով որ բանը լի, դե որ ասենք փոփոխության կարիք կլինի, նոր կսկսենք զբաղվել։ Էսա։ Ասենց ասենք էլի, իրենց համար Նիկոլ Փաշինյանի կերպարը ընդունելի է, թեև լավ գիտենով է։ Այնքանով որքանով որ հետո տեսնեն ինչ կլինի։ Այստեղ մեկը գրել է ուկրաինացիները ոչ միտի սկզբունքով հաղթում են, իսկ մենք հանձնում ենք հանուն խաղաղության։ Բայց ինչ որ մեկն էլ հարց էր տվել հոթի մեջ, որ Ամերիկան որ մտավ Վենեսուելա, իրենք Պուտինի հետ լավ ընկերներ են, Թրամփը խոսում են, ասում է, օքեյ, ընկեր ջան, ես Վենեսուելան վերցնեմ, այդ հարցին ինչ կասեք, այս ինչպես է, այս ինչ մտավ։ Չէ։ Ինչ մտահղացում է։ Չէ, ոչ մտահղացում է, չի։ Ամերիկան եւ Ուկրաինան վերս չէ։ Ինչի պետք է նախ առաջին պետք է հստակ հասկանանք, որ Թրամփը չի որոշում Ուկրաինայի ճակատագիրը։ Ուկրաինայի ճակատագիրը որոշում է ուկրաինացի ժողովուրդը։ Այն, որտեղ գրած է, ոչ մի թիզականներով պատրաստ են կռվել։ Երբ որ իրանք պատրաստ են կռվել, Եվրոպան հսկայական փողեր է տալի, հարյուրավոր միլիարդներ։ Իսկ եթե հարյուրավոր միլիարդներ տալիս է, իրանք կարողանում են զենք առնել, այդ թվում նաև Միացյալ Նահանգներից։ Հո Թրամփը չի ասում ես զենք չեմ տալիս, ինքը ասում է առեք։ Իսկ հիմա այդ դրանից հետո, այսինքն այս վերջոդարձը ավելի Թրամփը հանել է արգելքը ամերիկյան զենքի օգտագործման վրա որևէ թիրախի։ Առաջ ասում են մենք ձեզ կտանք, կծախենք կամ կտանք, բայց դու իրավունք չունես խփել Ռուսաստանի Դաշնության տարած։ Այսինքն ավելի մեծ հնարավորություններ է։ Հա, այո, դու իրավունք չունես խփես, ասենք նավթաբազաներին, միայն բան հիմա լրիվ այդ արգելքները հանած է, հիմա ընդհակառակը զենք էլ է տալի, ասում մի հատ էլ խփի։ Միակ խնդիրը, որը ամերիկացիներին որոշակի զսպել է Ռուսաստանի հարցով, դա Չինաստանն է։ Այսինքն վախը, որ Ռուսաստանի վերջնական կործանումն տրոհումը կարող է բերի Չինաստանի ուժեղացման։ Եվ չինացիք պատահական չէ, որ այսօր քարտեզներ են տպում, որտեղ ամբողջ հեռավոր արևելքը իրենց գույներով է ներկած եւ այլն։ Այո, իրանք բացահայտել ասում են, որ սա մերն է լինելու, իսկ պատկերացրեք, իսկ թիվ 1 թշնամին հակառակորդը Միացյալ Նահանգների համար դա Ռուսաստանը չի, դա Չինաստանն է։ Իսկ եթե Չինաստանը ձեռք բերի ռուսական հսկայական ռեսուրսները, Ամերիկայի համար բոլորովին լավ չի լինի։ Միլիարդուկես ժողովուրդ, ռեսուրսներ, այսօր Չինաստանի զարգացմանը ինչ որ ձևով զսպում են, վերահսկում են հումքի պակասով։ Իդեպ նաև Իրանի հարցը եւ այդ կապված է Չինաստանի հետ, որտեղ Իրանը մատակարարում է Չինաստանի վառելիքի նավթի 20-22%-ը, ասենք 1/5-ը, որը թիվ է։ Եթե հիմա հանկարծ դա կտրեն եւ սկսի Եվրոպան առնել իրանական նավթ, առաջ չէին առնում, որտեղ էմբարգո էր։ Իսկ եթե հիմա սկսեն առնել եւ Չինաստանին չծախեն, այդ Չինաստանը այդ 20%-ը պիտի ինչ-որ միտեղից ճարի։ Այդ հնարավորությունը, որ Իրանից միգուցե կսկսի արդեն Եվրոպան
Դե եթե բան փոխվի իշխանության մեջ հիմա այս դեպքերը եթե այսպես ասենք եթե եկավ նոր իշխանություն, որը արևմուտքի համար ընդունելի է, բնականաբար պատժամիջոցներն անելու են։ Պատժամիջոցներն անելու են բնականաբար հիմնականում նավթը արտահանելու կամ գազը։ Այդ դեպքում Հայաստանն է շահում, որտեղ դրա մի զգալի մասը Հայաստանի վրայով է գնալով։ Իսկ եթե Նախիջևանի հարցով լեզու գտնեն Ադրբեջանի հետ, այսինքն կա գործող երկաթուղի, որը կարա Իրան, Նախիջևան, Հայաստան, Վրաստան գնա, այնտեղից էլ եթե բան անեն, պարոմներով, լաստանավերով կարան Եվրոպա տանեն։ Մյուս կողմից, ասենք եթե փոփոխություններ այսինքն լինեն, նշանակում է Իսրայելի հետ հարաբերությունները Իրանի կլավանա, որ նշանակում է Ադրբեջանի կարևորությունը Իսրայելի համար կնվազի։ Այս էլ մեզ համար կարևոր է։ Շատ բաներ այսօր աչք են, մենք լոբինգով ենք զբաղվում, բաներ։ Շատ բան է կատարվում ամեն օր աշխարհում։ Այո, օրինակի համար ասենք իսրայելական հրեական լոբիզմը օգնում է Իսրայելին ինչ-որ կներեք Ադրբեջանին եւ Ալիևին, որ պատժամիջոցների տակ չլինի, որտեղ պետք է իրանց։ Բայց երբ որ դադարեց պետք լինելուց արդեն ոնց որ ասած չի օգնի եւ համապատասխան ինչ-որ արդյունքներ կլինի։ Դրա համար երբ որ մարդիկ կան, մի քիչ տգետ մարդիկ կան, երբ որ վերլուծություն ես կատարում, ասենք այս համաշխարհային փոփոխություններում, ասում են դուք Հայաստանի հարցերով զբաղվեք, Հայաստանի դարդը լցեք, բայց Հայաստանը ձեր աշխարհից կտրված չի։ Չէ՞ որ աշխարհը շախմատի նման մի բան է, Հայաստանը մենակ քար չի։ Մենակ նաև պիտի հաշվի առնել, որ այդ որ ասում են գլոբալիզացիա, բան, ի՞նչ է։ Այդ աշխարհը փոխկապակցված է, մենք տեսանք, չէ՞ որ Վենեսուելայի նավթը կարող է ազդի համաշխարհային նավթի գների վրա, որն էլ ազդի Ռուսաստանի եւ Իրանի։ Մեկը մեծ սահմանակից երկիր է Իրանը, Ռուսաստանն էլ հարևան երկիր է, այսինքն եւ շատ բան կարա փոխվի, որտեղ դա Ռուսաստանը չկարողանա նավթ ծախել, դա արդեն այլ Ռուսաստան է։ Այսօր ինքը շրջանցում էր բան։ Հիմա մենք տեսանք նաեւ որ ամերիկյան դեսանտը գրավեց 2 ռուսական նավ, որոնք Վենեսուելայից նավթ էին տեղափոխում։ Այսինքն ինչ որ աշխարհում կատարվում է, մեր վրա ազդում է։ Սա 18-րդ դարը չի, 19-րդ դարը չի, որ այսինքն ամեն երկիր իր համար մեկուսացված ապրում է եւ այլն։ Իսկ մեր մոտ, տեսեք, միջին արևելքում, որը մեր տարածաշրջանն է, ինչ մեծ փոփոխություններ են կատարվել եւ կատարվում, ասենք Սիրիան, որը հիմա այս Իրանն է, քրդերի հարցը այսինքն կա, ինքն Թուրքիայի հարցը կա, այս ամբողջը մեր շրջապատն է, մեր կողքն է, վերացական չի էլի, մենք վերջո Լատինական Ամերիկայում չեն գտնվում։ Այսինքն մենք մեր երկիրը կենտրոնական կապ ունի հենց այդ քրդերի հարցի հետ, հենց Իրանի հարցի հետ, կարծում եմ դրա համար Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է նաև շահագրգռված լինի մեր երկրով, չէ՞ որ իրանք հիմա շատ են օգնում քրդերին ամբողջ շրջանի։ Երբ որ Իրանի հարաբերություն լավանա Միացյալ Նահանգների հետ, այդ դեպքում Իրան, Հայաստան, Վրաստան միջանցքի հարցը մեջտեղ կա, այդ դեպքում Հայաստանի դերը կկարևորվի այդ առումով։ Հիմա ներկայումս իրականությունը հետևյալն է, Վրաստանն էլ Հայաստանը դա փակուղային ճանապարհ է, այսինքն այդ առումով, այսինքն հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք։ Դրա համար անցկացնում են Միջին Ասիայից Ադրբեջանի վրայով այդ տրիպը դեպի Թուրքիա, այդ ճանապարհի մասն է խոսքը, բայց սա ոնց ասած լավագույն ելքը չի արևմուտքի համար, դա համար իրենք փորձում էին ամեն ինչ անել Իրանում փոփոխություն մտցնել, մի երկու անգամ չստացվեց, հիմա երրորդ փորձն է, տեսնենք, ասում Աստված երրորդություն է սիրում, կարող է եւ մի բան լինի, սպասենք, տեսնենք։ 2026 թվականին մի լավ հրեղենի, մի լավ հուր կբերի ամբողջ տարածաշրջանին եւ մեր ազգին։ Լավ, պարոն Պապյան, այսքանով ավարտենք։ Կարելի է անverջ խոսել ձեզ հետ, բայց սիրելի հայրենակիցներ, այսքանով ավարտում ենք մեր այսօրվա հաղորդումը։ Շատ շնորհակալություն ներկա գտնվելու համար։ Նորից խորին շնորհակալությունը ձեր մասնակցությունը բերելու համար Թելեթոնին։ Նորից ուզում եմ հիշեցնել, որ լայքերը դնեք եւ բաժանորդագրվեք ալիքին եւ կիսվեք, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Բարի գիշեր, բարի առավոտ։